Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականից հետո 3 ուշ երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամների հետ, կապված Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կողմից նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին ծեծի ենթարկելու փաստի հետ։ Նախագահը անընդունելի է համարել նման երևույթները եւ Հանրապետականի գործադիր մարմնի ներկայացուցիչները կիսել են նախագահի մոտեցումները։ Առաջիկայում Հանրապետականը նիստ կհրավիրի, որի ժամանակ կառաջադրի քաղաքապետի նոր թեկնածուին։ Իդեպ, ի պատասխան մեր հարցին Հանրապետականի մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ 3 նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպման ընթացքում նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին Հանրապետական կուսակցությունից հեռացնելու հարց չի քննարկվել։ Հատուկ քննչական ծառայությունից Ազատություն ռադիոկայանին այսօր փոխանցեցին, որ որևէ դիմում կամ հաղորդում տվյալ միջադեպի հետ կապված չեն ստացել եւ որևէ քննություն այդ մասով չի ընթանում։ Ցանկացած դեպքում, եթե հակաիրավական արարք է թույլ տրված, իհարկե իրավական պետության մեջ պահանջում է, որ լինի նաև իրավական հետևանք, եթե ապացուցվում է անձի մեղավորությունը։ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի համոզմամբ այս միջադեպից հետո ոչ թե պետք էր նախագահի ճնշման տակ քաղաքապետը հրաժարական տար, այլ պետք է գործեր օրենքը։ Պետք էր հարուցվել գործ, որը քններ, որի ընթացքում քննվեին բոլոր հանգամանքները եւ արարքին կտրվեր իրավական գնահատական։ Պետք է հասկանալ մի բան, Գագիկ Բեգլարյանը պատժվել է ոչ թե նրա համար, որ նա խայտառակ մի արարք է կատարել հակաօրինական, նա պատժվել է մի պարզ պատճառով, որովհետև ապտակ է հասցրել նախագահի աթոռը զբաղեցնող անձի հեղինակությանը։ Տեղյակ եք, որ Երևանի քաղաքապետը պաշտոնանկ է արել, հրաժարական է տվել։ Երեք։ Շուտ պիտի տաս ճիշտ արել։ Ինչու՞։ Դեռ չի կարելի մականուններով, չգիտեմ, գողական տրեկին բերեք քաղաքի գող։ Իրար մեջ անընդհատ իրար ծեծում են, վարիշում են։ Մեզ ինչ։ Ինչպես եք գնահատում այդ փաստը, որ կարող է քաղաքապետը ծեծել նախագահականի աշխատակցին։ Շատ հանգիստ։ Ինչու՞։ Ընդունված բան է իրանց մոտը։ Ծեծը։ Բռնությունը, անարխիան։ Դա աննորմալ երևույթ է, ուղղակի ցավոք մեր երկրում արդեն ավանդույթ է դառել, այդպես է, այդպես են հարցերը լուծում ամենաբարձր մակարդակով, ամենաբարձր պետական իշխանական մակարդակով։ Որտեղ քաղաքական իշխանության գալիս են երբեմն ոչ այնպիսիները, որոնք ունեն քաղաքական կուլտուրա, աշխատանքային կուլտուրա, հոգեբանություն, դա այդպես է։ Ուժով անցնում են, ուժով էլ հաստատվում են իրենց օրենքները, կարծում եմ։ Հանցագործ անօրինական ձևով իշխանության անցածների բոլորի վերջնել է տալ նրա։ Թող իրենք պատասխան տան անարդար ընտրությունների համար, մարտի 1-ի համար, հետո նոր կնայենք։ Հուսանք, որ այդ ուրիշ մարդկանց ավելի դասեր քաղեն այս օրինագից։ Այսօր 13 կողմ 0 դեմ եւ 0 ձեռնպահ ձայների համամասնությամբ խորհրդարանը չընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին ժառանգություն խմբակցության հեղինակած օրինագիծը։ Քվեարկությունը ըստ էության չկայացավ, քանի որ կոալիցիոն կուսակցությունների падգամավորները չմասնակցեցին։ Այսօր ուղղակի գնահատական տրվեց մի երևույթի, մի գործընթացի, որտեղ ռիսկերի պատասխանատվությունը իր է վերցրել ժառանգություն կուսակցությունը, բայց օրակարգ մտցնելու եւ դրան պատշաճ ընթացք տալու պատասխանատվությունից խուսափեց խորհրդարանական մեծամասնությունը։ Մեր դիրքորոշումը հետեւյալն է, որ Միսկի խմբի բանակցային գործընթացին չվնասելու համար ինքնանպատակ ճանաչումներ անհրաժեշտ չեն, որովհետեւ մեր նպատակն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը։ Եվ ինքնաճանաչումները օգուտ չեն բերի։ Հիշեցնենք, օրինագծի քվեարկությունը 2 ամիս առաջ հետաձգվել է ժառանգություն խմբակցության նախաձեռնությամբ։ Իդեպ այսօր ազգային ժողովի դահլիճում եւ միջանցներում ակտիվ քննարկումներ էին վերջին 2 օրերի պաշտոնանկությունների թեմաներով։ Աշկդ լույս լինի, մեր բոլոր քաղաքավարակյալներին ազատենք, պրծնենք։ Երևանի քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակիր 30-ամյա Ֆելիքս Գևորգյանը։
4 անչափահաս երեխաների հայր Ֆելիքս Գևորգյանը ազատազրկվել է 2008 թվականի հունիսից մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ապօրինի զենք զինամթերք հափշտակելու եւ պահելու մեղադրանքով 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել։ Հիշեցնենք, ըստ մեղադրանքի Ֆելիքս Գևորգյանը անմիջականորեն մասնակցել է 2008 թվականի մարտի 1-2-ի զանգվածային անկարգություններին։ Դատախազությունը 2.5 տարի առաջ պնդում էր, թե Ֆելիքս Գևորգյանը ոստիկաններին զինված դիմադրություն ցույց տալու, նաեւ վախեցնելու դիտավորությամբ եւ զանգվածային անկարգությունների մասնակիցներին ոգեշնչելու նպատակով իր ինքնաձիգի գործադրմամբ մի քանի անգամ կրակոցներ է արձակել օդ։ Ֆելիքս Գևորգյանը պնդեց, որ իրականում մարտի 1-ի դեպքերին ներկա չի եղել։ Ճնշել են, որ ասում են, ասա զենքը հայրիկինը տա, որ հայրիկի բռնեն, որս բռնեն, ինձ թողեն։ Ես ստիպված ասել եմ, չէ, Իրանը չի իմն։ Ֆիզիկական բռնություններ եղել, թե հոգեբանական։ Ֆիզիկական էլ, հոգեբանական։ Որտեղ է մասնավորապես եղել։ Բաժնում, դատախազությունում։ Որ բաժնում։ Եղվարդի։ Ֆելիքս Գևորգյանը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի Աչափնյակի շտաբի պետ, ժողովրդավարական հայրենի կուսակցության քաղխորհրդի անդամ Պետրոս Գևորգյանի որդին է։ Նա ասաց, որ 6 ամիս առաջ դիմել է քրեակատարողական հիմնարկին։ Ես դիմում եմ ներկայացնել, ինձ չներկայացնեմ, որտեղ ես մեղավոր չեմ ճանաչում։ 6 ամիս առաջ ներկայացել ու չներկայացնեմ։ Իրան կանչեցին, որ ներկայացնեն։ Հա դուք դիմում եք գրել, որտեղ վաղաժամկետ չազատեն։ Իրենք ազատեցին։ Այո։ Ինչն էր պատճառը։ Դա ճնշումն է արդեն։ Ճնշումն է, ժողովրդի ճնշումն է արդեն, մեր ժողովրդի։ Ժամկետները դժվար է նշել, բայց որ թողնելու են բոլորին, կարծում եմ պրոցեսը գնում է։ Ես ունեմ Հայաստանում ծնվելու եւ ապրելու իրավունք բովանդակության պաստառներով եւ երեխաների լուսանկարներով այսօր կառավարության շենքի առջեւ բողոքի ցույց էին կազմակերպել ժամանակավոր անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության հասարակական նախաձեռնության մի քանի տասնյակ անդամներ, ներկա եւ ապագա մայրեր։ Նրանք պնդում են, որ այս տարվա դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին Հայաստանի օրենքում կատարված փոփոխությունները ոտնահարում են Հայաստանի աշխատունակ բոլոր քաղաքացիների իրավունքները։ Օրենքի գործող տարբերակը սահմանում է, որ յուրաքանչյուր աշխատող եւ հղիության, հիվանդության, ընտանիքի հիվանդ անդամին խնամելու պատճառով ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձ, ով ստանում է Հայաստանի սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից բարձր աշխատավարձ, ժամանակավորապես անաշխատունակության արձակուրդի ընթացքում ստանալու է միայն նվազագույն աշխատավարձի հնգապատիկին համարժեք փոխհատուցում, նախկինում իր ողջ աշխատավարձին համարժեք փոխհատուցում ստանալու փոխարեն։ Այսինքն եթե դու աշխատում ես ավել կներես, դու ավել չես ստանա։ Նախաձեռնության անդամների համոզմամբ այս դրույթը վտանգում է Հայաստանի ժողովրդագրական աճը, հակասում է աղքատության հաղթահարման եւ սոցիալական ապահովության իրավունքի ոլորտում պետության ստանձնած պարտավորությունների տրամաբանությանը։ Հենց նոր վարչապետը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ նախապատրաստում են քննարկում համապատասխան գերատեսչությունների հետ եւ պատրաստում ենք անել փոփոխություններ։ Կարող եք նաև արդյոք որ իր տեսքով հետ վերվի օրենքը։ Մենք քննարկումները կկատարենք համապատասխան մարմինների հետ, շահագրգիռ մարմինների հետ, հասարակական կազմակերպությունների հետ, դեռևս վերջնական, այսպես ասած, որոշում չենք կայացրել, բայց այն տեսքին, ինչ տեսքին որ գալիս է, համապատասխանելու է նախկին տեսքին։ Փաստորեն դեկտեմբերի 1-ից օրենքը գործում է եւ մինչեւ օրենքը հետադարձ ուժ է ունենալու եւ քանի որ բարելավող նորմեր են ունենալու, օրենքը կտարածվի նաև այս ընթացքում այդ նպաստներից օգտվողների վրա։ Բայց կարելի է չընդունել, չէ՞։ Այ քեզի բան։ Young Iraqi women have gathered to compete for the title of Miss Baghdad 2010. Իրաքի Հանրապետությունում տեղի է ունեցել Miss Baghdad մրցույթը։ Այս մրցույթը Իրաքում ունի 30 տարվա պատմություն, այն չի ընդհատվել անգամ իրաքյան պատերազմի տարիներին։ Իրաքցիների համար մրցույթը խորհրդանշում է ազատությունն ու վերադարձը խաղաղ կյանքին։ مشاركة جديدة والأول